Հիշեցնեմ, որ քաղաքացիական պայմանագիրը հանդես է գալիս 16 համարի ներքո, Տեր Կանգներ խաղաղությանը կարգախոսով։ Ինչպես եք Տիկին Ավանեսյան, բարև ձեզ։ Հիանալի եւ արտակարգ, շատ լավ։ Ընթանում քարոզարշավը արդեն մի քանի օր է։ Քարոզարշավը արտակարգ է ընթանում եւ այս սիրո ու տոնախմբության զգացումն ու տրամադրությունը, որ կա, մեզ շատ ոգևորում է։ Ես կարծում եմ սա նրանից է, որ մարդիկ հազիվ շունչ են քաշել եւ խաղաղությունը վայելում են։ Սա է գաղտնիք, ուրիշ բան չկա։ Տիկին Ավանեսյան, շատ ենք տեսնում, որ անձամբ ձեզ են մոտենում քաղաքացիները, շնորհակալություն հայտնում առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի համար։ Կարող ենք ասել, որ մեծամասամբ արդեն ստացված է այս ծրագիրը, ինչքան էլ ձեր ընդդիմախոսները քննադատում են այն։ Այո, ստացված է, հաջողության պատմություն է, որովհետև ըստ էության 100 հազարավոր քաղաքացիներ առաջին անգամ մեր պետության աջակցությունը, հոգատարությունը, հարազատությունը զգացել է։ Եվ գիտեք, ամեն քայլափոխին կա մեկը, ով ինքն է օգտվել, ում հարազատն է օգտվել, եւ այն ապահովության զգացումը, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները ունեն, ամենակարևոր բանն է, որ մենք արձանագրում ենք ու երջանիկ ենք, որ նրանք այլևս պետության հոգացության ներքո են։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, մեր զրուցակից առողջապահության նախարար Տիկին Անահիտ Ավանեսյանն է։ Շարունակում ենք քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում, շրջում ենք բակերում, քաղաքացիական պայմանագիրն է, հիշեցնեմ, այստեղ քարոզարշավ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։